Եվրոպական խորհրդարանի կենտրոնական ամբիոնից դարձյալ մինչև վերջ խայտառակվում է աշխարհին քաչայտնի բռնապետը։ Ալիևի բոլոր հանցագործությունները եվրախորհրդարանականների սեղանին են։ Սևով սպիտակի վրա է գրված Ադրբեջանում պահվող հայերը, այդ թվում Արցախի նախկին ղեկավարությունը, ռազմագեր ու կարգավիճակ ունեն, դատավարությունները ապօրինի են ու կեղծ։ Եվրոպացի падգամավորները նախորդի երեկոյան քննարկեցին հարցը, Բաքվից պահանջելով գերիներին ազատ արձակել անհապաղ ու առանց նախապայմանների։ Այսօրվա աշխարհաքաղաքական միջավայրում հրատապ անհրաժեշտություն կա, որ Եվրամիությունը պաշտպանի իր արժեքները, հատկապես հենց իր անմիջական հարևանությամբ։ Դրա փոխարեն մենք կրկին փորձում ենք բավարարել բռնապետին եւ խրախուսել Ալիևի գործողությունները, ընդլայնելով առևտրային համագործակցությունը։ Միթե մենք դասեր չենք քաղել, ժամանակն է դադարեցնել ռազմավարական գործընկերության պատրանքները, առերեսվել իրականության հետ եւ գործել ըստ մեր արժեքների ու սկզբունքների։ Հայաստանի հարցերով մշտական զեկուցողները, Բանաձևի համահեղինակները, ավելի քան 2 տասնյակ եվրախորհրդարանականներ մոտենում էին ամբիոնին ու աշխարհի աչքը բացում։ Բաքվում ավտորիտար ռեժիմ է, 23 հայ այդ երկրի բանտերում տանջվում են, պարզապես որովհետև հայ են։ Կարող է այս պայմաններում Կովկասում արդարություն ու կայունություն լինել, կասկածում է Վասիլե Դինկուն, իր ելույթում կոնկրետ է ձևակերպում, պետք է պատժվեն մեղավորները։ Մենք կօգտագործենք բոլոր հնարավորությունները, որպեսզի Ադրբեջանը պարտավորվի ապահովել կալանավորվածների համար արժանապատիվ եւ անվտանգ պայմաններ։ Խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ զեկույցները պետք է անհապաղ եւ անկողմնակալ հետաքննվեն։ Ադրբեջանական գազն է աշխարհի աչքերը կուրացնում։ Համենայն դեպս եվրոպացի падգամավորների խումբը հիշեցնում է, այն ավելի կարևոր չէ, քան մարդու իրավունքը։ Քննարկման ավարտին Եվրոպական հանձնաժողովի հանձնակատար Դան Յորգենսենը պատմեց, հետևում են Բաքվում ընթացող դատավարություններին, անօրինականություն է ու ամենաթողություն, վերջը տալ է պետք։ Մենք պետք է խիստ պատժամիջոցներ կիրառենք այս պաշտոնյաների նկատմամբ եւ խրախուսենք ապագայում նման բռնությունների կանխարգելումը։ Ապագան հեռու է դրականից։ Տարածաշրջանում ռազմական իրավիճակը հաշվի առնելով մենք պետք է գործենք հիմա եւ ընդունենք կոնկրետ միջոցներ ապագա ողբերգություն թույլ չտալու համար։ Թեև բռնապետ Ալիևը պարզապես հեգնանքով է վերաբերվում եվրոպական այս կառույցին, բայց մտահոգվելու տեղ ունի։ Եվրոպական միության խորհրդարանը գրեթե միաձայն 523 կողմ, 3 դեմ 84 ձեռնպա քվեարկությամբ ընդունեց Բանաձևը ընդդեմ Ադրբեջանի, որով կոչ է անում ազատ արձակել Հայաստանի քաղաքացիներին։ Տիգրան Եկուրղինյան, ժամը լրատվական։